խոսալու տեղ չի, բայց ուզում եմ երկու բերան խոսամ ասեմ, մեր երկրի մասին, ես հայրենիքից չեմ, բայց ես հոգով, սրտով նվիրված եմ իմ երկրին։ Ես 44 օրվա պատերազմից հետո ընտանիքով լաց ենք եղել մեր երկրի համար, մեր հողի, մեր ջրի համար, բայց մեր հայ ժողովուրդը պատերազմից հետո չհասկացավ, նորից ընտրեց ինչ-որ մեկին, որ երկիրը տանի կործանման։ 44 օրվա պատերազմի ժամանակ ամբողջ սպուրկը ոտեր կայնած, սպասում էր մի բանի, որ մենք հաղթելու ենք, բայց մեր ղեկավարներից ինչ-որ մեկը կարամ անունն էլ ասեմ, Արսրուն Հովհաննեսյանը, կշերցրեք հաղորդում էր հայ ժողովուրդ, հավատացեք ինձ, ես վստահ ես ասում եմ, հաղթում ենք, հաղթելու ենք ու հաղթելու ենք։ Գյորբագյոր ենք անում։ Գյորբագյորբ ենք անելու, բայց իտոք ինչ եղավ, ինչ արին մեր ժողովրդին, 10,000 հոգու երեխու գլուխ կերան, 5,000 հոգու երեխու գլուխ կերան, ցավը տանեմ 5,000, 10,000 էլ վիրավորման այդ ջահելները, ափսոս չէին, բոլորս պատրաստ էինք, սպուրկը պատրաստ էր, այդ անասունը, որ չկայներ չասեր հաղթելու ենք, ամբողջ այդ 13 միլիոն սպուրկը 12 միլիոնը ոտի են կայնած, բոլորս, 3 տղա ունեն, ես 3 տղեկիս հետ պատրաստվել ենք, որ մասնակցենք, պատմության մեջ ցենց բան չէր եղել, 3000 տարի անցել է, որ մենք հաղթանակ ունենանք մեր փոքր Արցախը հետ բերենք, այսօր Արցախի անունը ոչ միտեղ չի շոշափում, ես իմ հայ ժողովրդին մի բան ունեմ ասել, գքա 150 տարի, իմ թորս էլ կարող չտենա, Քոչարյանի արձանը ոնց որ նժդեի կողմն են, այս խոսքերը ոչ մեկ չի ասում, ես եմ ասում, Քոչարյանի արձանը կկանցնեն նժդեի կողմը, որպես հաղթանակած տարած երկրի ղեկավար։ Այսօր լաց եմ ելնում, տանջվում եմ, բայց ինչ անեմ, կորցնելու ենք, այս փոքր երկիրը կորցնելու ենք։ Դուք որտեղից եք եկել եւ Չեմ ասի որից եմ եկել, ես չեմ ուզում, ես հատուկ նկատեմ այսօր ես իմ տղուս հետ եմ եկել, 3 տղա ունեմ, ցավը տանեմ, ես ժողովուրդը չեն նայում, այն միտինգը, որ արեցին, հեղափոխություն արեցին, իմ աղբոր երեխեքը ուրախացել էին, հայ ժողովուրդ ուրախաց, առանց մտածելու ոտի էին կայնել բոլորը, ուրախությունով եկան արեցին հեղափոխություն, ծափ էին տալի, այն դմբուկներով, որ զարգում էին, ուրախանում էին, դրանց մեջից, այն դերասանները, զազվում եմ այդ դերասաներին ես նայելով, ցավը տանեմ, որովհետև այդ դերասանները այսօր փողոցներում ես տենում եմ, կանցնում են, հարցնում են, ասում են երկու բառ ասա, ժուրնալիստները ինչ են ասում, մենք քաղաքականություն անասուն, ես անձամբ քեզ տեսել եմ, դու ոտի վրա կայնած միտինգներին մասնակցում ես, այսօր կայնել ես, երկիրը քանդեցիր, այսօր կայնել ես, ասում ես, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, հա? Այս ինչ էր արեցի։